Պատճառ համար 3, բոլորդ ասացեք, պատճառ համար 3, դա զորացնում է մեր հավատքը, բոլորդ ասացեք, դա զորացնում է մեր հավատքը, Հուդա 20, գրեք այն, ես չեմ ցանկանում երկրորդ անգամ բացել այն ասում է, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք սուրբ հոգով, աղոթք կանելով, երբ մենք աղոթում ենք հոգով, մեր հավատքը շինվում է, եղել են իրավիճակներ, երբ ես չունեի վստահություն, և ես պարզապես սկսում էի աղոթել սուրբ հոգով, և հանկարծ աղոթելու հետ մեկտեղ իմ հավատքը սկսում էր աճել, երբեմն դուք կարող եք չզգալ դա, պարզապես աղոթում եք ինչ-որ բանի համար, բայց հետո հանկարծակի դա գալիս է, կամ մտնում եք այդ իրավիճակի մեջ և հանկարծ հավատք է գալիս, հասկանում եք, դա բառացիորեն շինում է ձեր հավատքը, ահա թե ինչու է թշնամին փորձում կանգնեցնել քեզ լեզուներով աղոթքից, նվիճում է քո մտքի հետ և ասում, դու ոչինչ չես ստանա սրանից, որովհետև քո միտքն անպտուղ է, այն պտղաբեր դարձնելու ձևեր կան, և ես ավելի ուշ կասեմ, թե ինչպես լավ, ամեն, դա հարմար 3 պատճառներ, պատճառ համար 4, սա ձեր դուրը կգա, դա հնարավորություն է տալիս մեզ երկրպագելու և գոհանալու կարողություն ավելի բարձր մակարդակի վրա, ես քիչ առաջ կարդացի ինչպես Պողոսն ասաց առաջի Կորինթացիների 14-14-ից 17 խոսքերում, կարդացեք ինձ հետ, վասնզի եթե աղոթք անեմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթք անում, բայց միտքս անպտուղ է, ուրեմն ինչ է աղոթք անեմ հոգով, աղոթք անեմ մտքով էլ, սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ, ապա եթե դու օրհնես հոգով, նա որ տգետի տեղն է բռնում, ինչպես ամեն ասի քո օրհնությանը, քանի որ չգիտի թե ինչ է ասում, խոսք 17, դու իրավ լավ ես գոհանում, բոլորդ ասացեք դու լավ ես գոհանում, գիտեք, երբ փառաբանությունն իրականում սրտից է գալիս, դու կարող ես փառաբանել անգլերեն, բայց երբեմն երբ ես սկսում եմ փառաբանել և երկրպագել Աստծուն, ես անում եմ դա հոգով։ Դուք մտածում եք կատարյալ գոհություն, գոհանում եք Աստծուց ավելի բարձր մակարդակի վրա։ Սուրբ Հոգի, ես այնքան եմ սիրում Աստծուն, այնքան եմ սիրում Հորը, այնքան եմ սիրում Հիսուսին, այնքան եմ սիրում քեզ, բայց ես չեմ կարող երգել ճիշտ բառերով։ Օգնիր ինձ, և հետո շարունակում ես հոգով։ Դա հրաշալի է, ամեն։